Ողջույն բոլորին, ես Արմեդյան սկսում է աշխատանքային օրը, ես Արություն Մինասյանն եմ եւ այժմի համար առանձնացրել եմ օրվա առաջին հատվածի եւ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան հայտարարել է, որ իր վարչակազմը կդադարեցնի դաշնային ֆինանսավորումը այսպես կոչված ապաստանային քաղաքներին եւ նահանգներին համաձայն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջ քաշած քաղաքականության։ Փետրվարի 1-ից դաշնային կառավարությունը ոչ մի վճարում չի կատարի նահանգներին իրենց կոռուպցիոն անցագործների պաշտպանության կենտրոններին, որոնք հայտնի են որպես ապաստանային քաղաքներ, գրել է նախագահ Թրամփը True Social հարթակում։ Նրանք միայն ծնում են հանցագործություն եւ բռնություն, եթե նահանգները ցանկանում են դրանք պահպանել, թող իրենք էլ վճարեն դրա համար։ Make America Great Again, հավելել է Թրամփը։ Այս գրառումը հաջորդում է նախագահի 3 Դեթրոյթի տնտեսական ակումբում տեղի ունեցած ելույթին, որտեղ նա հայտարարել էր, որ ապաստանային քաղաքները ամեն ինչ անում են հանցագործներին պաշտպանելու համար ամերիկացի քաղաքացիների հաշվին։ Ապաստանային իրավազորությունները սովորաբար սահմանափակում են տեղական իրավապահ մարմինների համագործակցությունը դաշնային ներգաղթային ծառայությունների հետ։ Դրանցից որոշներն անգամ սոցիալական աջակցություն են տրամադրում փաստաթղթերի բացակայությամբ ներգաղթյալներին։ Օգոստոսին Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Փեմ Բոնդին նամակ էր ուղարկել 32 ապաստանային իրավազորությունների, որոնք ըստ նրա չեն համապատասխանում դաշնային ներգաղթային օրենքներին։ Այդ ցանկում ընդգրկվել էին Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Իլինոյս, Մինեսոտա, Նևադա, Նյու Յորք, Օրեգոն, Ռոդ Այլենդ, Վերմոնտ եւ Վաշինգտոն նահանգները։ Նա կոչել է այդ նահանգներին համագործակցել վարչակազմի ներգաղթային քաղաքականության հետ կամ հակառակ դեպքում կորցնեն դաշնային ֆինանսավորումը, հղում անելով Թրամփի ապրիլին ստորագրած գործադիր հրամանագրին։ Այդ հրամանագիրը պարտավորեցնում է գլխավոր դատախազին եւ ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոեմին բացահայտել այն դաշնային ֆինանսական միջոցները, այդ թվում դրամաշնորհներն ու պայմանագրերը, որոնք կարող են կասեցվել կամ դադարեցվեն ապաստանային իրավազորությունների համար։ Սան Ֆերնանդո հովտում Նորթ Հիլս թաղամասում երեկոյան հրդեհ էր բռնկվել լքված եկեղեցու տարածքում, առավոտյան այն դեռևս ամբողջությամբ մարված չէր։ Հրդեհը ստիպել է տարհանել հարևան բազմաբնակարան շենքի բնակիչներին, իսկ հրշեջները շարունակել են պայքարը մնացած օջախների եւ նոր բռնկումների դեմ։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ավելի քան 100 աշխատակից էր ուղարկվել դեպքի վայր Պարթենիա փողոցի վրա գտնվող երկհարկանի շենք։ Եկեղեցին անմիջապես կից է 4 հարկանի բնակելի շենքին, ինչը լուրջ վտանգ էր ստեղծել շրջակա միջավայրի համար։ Ծուխն ամբողջ գիշեր տարածվել է տարածքում։ Հրշեջ ծառայության տվյալներով հատուկ տեխնիկայի միջոցով այսօր կգնահատվի, արդյոք անհրաժեշտ է շենքի ամբողջական կամ մասնակի քանդում հարևան տների անվտանգությունն ապահովելու համար։ Թեև բնակելի շենքը լուրջ կառուցվածքային վնաս չի կրել, դրա 41 բնակարաններից 3-ը ժամանակավորապես ճանաչվել են անբնակելի, արդյունքում տեղահանվել են 6 մեծահասակ, 21 երեխա։ Տեղահանվածների համար քաղաքային տրանսպորտի վարչությունը տրամադրել է ավտոբուսներ ժամանակավոր ապաստանի համար, իսկ քաղաքային բնակարանային մարմիններն ու Կարմիր խաչ աջակցություն են ցուցաբերել սննդի եւ ժամանակավոր վերաբնակեցման հարցում։ Պարթենիա փողոցը Նոբլ եւ Քեստեր պողոտաների միջև հատվածում շարունակում է փակ մնալ։ Բնակիչների խորհուրդ է տրվում փակ պայել պատուհանները միջև հրդեհի լիակատար մարումը, իսկ վարորդներին շրջանցել տարածքը։ Միացյալ Նահանգներում տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց սպորտին կրկին դարձել է դատանի քննության առարկա։ Գերագույն դատանի պահպանողական դատավորները քննարկումների ընթացքում ազդարարել են համակրանք նահանգային օրենքների նկատմամբ, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց եւ աղջիկների սպորտաձևերին։ Ավելի քան 3 ժամ դատանը լսել է Այդահո եւ Արևմտյան Վիրջինիա նահանգների փաստարկները։ Ստորադաս դատարանները որոշումներ էին կայացրել հօգուտ տրանսգենդեր ուսանողների արձանագրելով, որ արգելանքները խախտում են Միացյալ Նահանգների սահմանադրությունն ու դաշնային հակախտրական օրենքները։ Բացի Այդահոյից եւ Արևմտյան Վիրջինիայից եւս 25 նահանգներ են ընդունել նմանատիպ օրենքներ։ Դատանը, որտեղ պահպանողականներն ունեն 6-3 առավելություն, նախորդ տարի արդեն իսկ աջակցել էր տրանսգենդեր անձանց նկատմամբ սահմանափակող մի շարք միջոցների։ Դատանի սպասվող որոշումը, որը նախատեսվում է հրապարակել մինչև հունիսի վերջ, կարող է լայն ազդեցություն ունենալ ոչ միայն սպորտի ոլորտում, այլ նաեւ հանրային կյանքի այլ ոլորտներում տրանսգենդեր անձանց իրավունքների կարգավորման վրա։ Իրանի մասին այսօր կամ չորեքշաբթի կառավարությունը Իրանի կազմակերպել է հուղարկավորություն եւ այն եթեր է հեռարձակելու այն անձանց համար էր դա, որոնք իշխանությունների պնդմամբ զոհվել են վերջին բողոքի ցույցերի ընթացքում։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ հուղարկավորություններն անցկացվել են ավելի քան 100 քաղաքացիական անձանց եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցների համար, որոնք զոհվել են վերջին անկարգությունների ժամանակ։ Հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության աջակիցների մասնակցությամբ կադրերը կտրուկ հակադրվում են վերջին օրերին եւ շաբաթներին սոցիալական ցանցերում
հարթակցերում տարածված գիշերային տեսանյութերին, որտեղ հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ անգամ դուրս են գալիս փողոցներ, բողոքելով տնտեսական ծանր պայմաններից եւ երկրի հոգեվոր իշխանություններից։ Իրանում մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան մի կազմակերպություն հայտարարել է, որ Իրանում բողոքի ամենախոշոր ալիքներից մեկի ընթացքում իրականացված ճնշումների հետևանքով սպանվել է շուրջ 2600 մարդ, իսկ անկարգությունները սպառնում են դուրս գալ նաև երկրի սահմաններից։ Թեհրանը հիմա նախազգուշացնում է այն հարևան երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ԱՄՆ զինծառայողներ, որ Վաշինգտոնի հնարավոր հարվածների դեպքում կհարվածի ամերիկյան ռազմակայաններին։ Իրանը փորձում է զսպել նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները միջամտելու ցուցարարների պաշտպանության համար։ Նախագահ Թրամփը երեկ կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքները եւ վերահսկողություն հաստատել պետական ինստիտուտների նկատմամբ, հայտարարելով օգնությունը ճանապարհին է։ Այցելելով Թեհրանի բանտերից մեկը, որտեղ պահվում են ձերբակալված ցուցարարները, Իրանի գլխավոր դատավորը հայտարարել է, որ այն անձանց նկատմամբ, որոնք նրա խոսքով գլխատել կամ այրել են մարդկանց դատական վճիռների կայացման եւ պատիժի արագությունը կենսական նշանակություն ունի նման դեպքերի կրկնությունը կանխելու համար, սակայն բողոքի ցույցերի ճնշումը ինքնին չի լուծում տնտեսական կամ խորքային խնդիրները։ Դեթրոյթում լայնածավալ ելույթի ընթացքում նախագահ Թրամփը հայտարարել է, որ ընդամենը 11 ամսում վերականգնել է ԱՄՆ տնտեսությունը, փորձելով ուշադրությունը կենտրոնացնել ամերիկյան արտադրության վերածնման բարձր սպառողական ծախսերի նվազեցման վրա։ Ելույթում Թրամփը հայտարարել է, թե տնտեսական աճը պայթում է, արտադրողականությունը աճում է, ներդրումները մեծանում են, եկամուտները բարձրանում են, իսկ գնաճը հաղթահարված է։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները կրկին վայելում է միջազգային հարգանք։ Սակայն պաշտոնական թվերը ցույց են տալիս այլ պատկեր։ Դեռևս 3 ենք խոսել այս մասին, որ դեկտեմբերին սպառողական գների աճը պայմանավորված է եղել հատկապես սննդամթերքի եւ բնակարանի վարձավճարների թանկացմամբ, իսկ աշխատատեղերի աճը շարունակում է թույլ մնալ։ Արտադրական ոլորտում նախորդ ամիս գրանցվել է 8000 աշխատատեղի կրճատում, ինչի արդյունքում զբաղվածությունն իջել է նրա առաջին նախագահական ժամկետի մի շարք շրջանների մակարդակից էլ ներքև։ Անվտանգության եւ կենսամակարդակի հետ կապված դժգոհություններն արտացոլվել են նաեւ վերջին հարցումներում։ Հարցվածների միայն 27%-ն է հավանություն տվել Թրամփի քաղաքականությանը կյանքի թանկացման հարցում։ Ելույթը, որը ներկայացվում էր տնտեսությանը նվիրված, ընդգրկել է նաև այլ թեմաներ՝ ներգաղթ, նախկին նախագահ Ջո Բայդեն, դետաբնական է, տրանսգենդեր մարզիկների հարցը եւ Վենեսուելան։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները կաշխատի Վենեսուելայի հետ երկիրը կրկին ուժեղ դարձնելու նպատակով։ Հանրապետական օրենսդիրները սակայն ցանկանում են, որ Թրամփը ավելի կենտրոնանա ընտրական տարում տնտեսության եւ առողջապահության խնդիրների վրա, քանի որ առաջիկա միջանկյալ ընտրությունները կարող են դառնալ լուրջ քաղաքական փորձություն։ Ըստ նախագահի թիմի առաջիկա ամիսներին Թրամփը նախատեսում է շրջել երկրի տարբեր շրջաններով, ընտրողների հետ անմիջական հանդիպումների միջոցով ներկայացնելու իր տնտեսական ձեռքբերումները։ Մի թեմայի մասին, որի առանցքում շատ իհարկե գաղտնիքներ կան ու դեռևս կարծում չէ էլ բացահայտվի։ Բիլ եւ Հիլարի Քլինթոնները հրաժարվել են ցուցմունք տալ հանրապետականների ղեկավարած կոնգրեսի քննության շրջանակում, որը վերաբերում է սեռական հանցագործությունների համար դատապարտված արդեն իսկ կյանքից հեռացած Ջեֆրի Էփստեյնին։ Քլինթոնները նամակ են ուղարկել հանրապետական կոնգրեսական Ջեյմս Քոմերին, որը գլխավորում է ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը։ Նամակում նրանք նշել են. յուրաքանչյուր մարդ պետք է ինքը որոշի, թե երբ է բավական տեսել եւ զգացել ու պատրաստ է պայքարել այս երկրի, նրա սկզբունքների եւ ժողովրդի համար անկախ հետևանքներից։ Զույգը հավելել է, որ ինձ համար այդ պահը հիմա է։ Էփստեյնը նախկինում կապեր է ունեցել թե Դոնալդ Թրամփի, թե Քլինթոնների հետ։ Քլինթոնները նշել են, որ փորձել են տրամադրել այն քիչ տեղեկատվությունը, որն ունեցել են, եւ կոնգրեսի քննությունն անվանել են կուսակցական քաղաքականության դրսևորում։ Կոմերի խոսքով հանձնաժողովը հաջորդ շաբաթ նիստ կանցկացնի նախկին դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնին անհնազանդության համար պատասխանատվության ենթարկելու հարցով, ինչը տեսականորեն կարող է հանգեցնել նաև քրեական մեղադրանքների։ Հանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ եթե Հիլարի Քլինթոնը չներկայանա, ապա նրա նկատմամբ նույնպես կսկսվեն անհնազանդության ընթացակարգեր։ Քլինթոնների փաստաբանների կողմից ուղարկված առանձին նամակում էլ նշվում է, որ նրանց ցուցմունքների համար ուղարկված կանչաթերթերը անվավեր են եւ չեն կարող կիրառվել։ Փաստաբանները դրանք բնութագրել են որպես ոչ այլ ինչ քան փորձ քաղաքական հակառակորդներին խայտառակելու համար նախագահ Թրամփի ուղղորդմամբ։ Բիլ Քլինթոնը նախկինում արտահայտել է ափսոսանք Էփստեյնի հետ ունեցած հարաբերությունների համար եւ հայտարարել է, որ ոչինչ չի իմացել նրա հանցավոր գործունեության մասին։ Մինչ այս պահը որևէ ապացույց չի ներկայացվել, որ Քլինթոնը որևէ կերպ ներգրաված է եղել սեռական շահագործման կամ մարդկանց թրաֆիքինգի մեջ։
Կալիֆորնիայում հիմնված նորաստեղծ ստարտափը առաջարկում է արկածասեր եւ հարուստ հաճախորդներին մինչեւ $1 միլիոն կանխավճար վճարել պատմության առաջին լուսնի հյուրանոցում սենյակ ամրագրելու համար։ Ընկերությունը GRU Space-ը գործարկել է առցանց հայտարարման համակարգ, որի միջոցով հնարավոր է դիմել ապագա լուսնային հյուրանոցի վաղ հասանելիության համար։ Ընկերության հայտարարությամբ հյուրանոցը կարող է բացվել 2030-ականների սկզբին, ըստ GRU Space-ի սա սովորական տիեզերական տուրիզմ չէ։ Մինչև այժմ ընդամենը 12 մարդ է քայլել լուսնի վրա եւ այս փուլում միանալով դուք դառնում եք երկրից դուրս կյանքի հիմքերը դնողներից մեկը նշված ընկերության կայքում։ Դիմելու համար անհրաժեշտ է վճարել $1000 ոչ վերադարձվող վճար, ընտրվելու դեպքում դիմորդը կարող է կատարել $250,000-ից մինչև $1 միլիոն վերադարձվող կանխավճար ապագա հյուրանոցում տեղապահովելու համար։ Վերջնական գինը դեռևս չի սահմանվել, սակայն ընկերության գնահատմամբ մեկ կեցության արժեքը կարող է գերազանցել $10 միլիոն։ Բացի այդ, ընտրված անձինք պետք է ներկայացնեն բժշկական, ֆինանսական եւ անձնական տվյալներ ապացուցելու, որ կարող են անվտանգ իրականացնել տիեզերական ուղևորությունը։ GRU Space-ը ներկայացրել է նախագծի ժամանակացույցը 2026-ին հայտերի ուսումնասիրություն, 2027-ին փակաճուրտ առաքելությունների եւ լուսնային կեցության համար, 2029-ին առաջին շինարարական մոդուլի վայրեջք լուսնի վրա, 2031-ին բնակելի մոդուլների տեղադրում։ Մոդուլի առաջին տարբերակը կարտադրվի երկրի վրա, կտեղափոխվի լուսին եւ կդառնա ճնշումակայուն բնակելի միջավայր։ Հետագա փուլերում կառույցները կլայնացվեն օգտագործելով արդեն լուսնային հողը։ GRU Space-ը հիմնադրվել է Skyler Chen-ի կողմից 22-ամյա ինժեների եւ որը US Berkeley շրջանավարտ է այսպիսով։ Եթե ունեք բավարար միջոցներ եւ երազում եք դառնալ պատմության մաս լուսնի վրա գիշերելով, հայտերի ընդունումը արդեն սկսված է։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը, այժմի համար էլ նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք երեկոյան թողարկման ընթացքում։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։